Նախորդին Միացյալ Նահանգների կոնգրեսում ներկայացվել է Armenia Security Partnership Act-ը, ավելի վաղ հոկտեմբերի 3-ին ներկայացվել էր Peace Act-ը, մի կարևոր իրողության արձանագրում, որ Վաշինգտոնում Հայաստանի անվտանգության թեման դառնում է քաղաքական մեծ օրակարգի կարևոր մաս։ Օրենքի այս երկու նախագծերն էլ ուղղված են Ադրբեջանի ագրեսիայի զսպմանը եւ Հայաստանին ժամանակ տալուն, ոտքի կանգնելու եւ իր պաշտպանունակությունը ամրացնելու, բարձրացնելու համար։ Առաջինը հստակ պայմաններ է դնում Բաքվի առաջ։ Ադրբեջանական ուժերը պետք է ամբողջությամբ դուրս բերվեն Հայաստանի ինքնիշխան տարածքից, պետք է ազատ արձակվեն բոլոր գերիները, Բաքվի բանտերում գտնվող ռազմագերիները եւ Ղարաբաղի, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները, պետք է դադարի թշնամական ատելության խոսքը, առհասարակ թշնամական գործողությունները եւ պետք է ճանաչվի Արցախից տեղահանված մեր հայրենակիցների վերադարձի իրավունքը մշակութային կրոնական ժառանգության պաշտպանության պարտավորությամբ։ Սա կարևոր է, որովհետեւ խոսքը սոսկ խաղաղության մասին չէ որպես բառ, այլ չափելի վարքագծի։ Բայց սա օրենք չէ դեռ, օրենքի նախագիծ է, չպետք է ավելորդ ողջևորվել եւ իհարկե չպետք է նաեւ հանգստանալ, չպետք է նաեւ թերագնահատել այս կարևոր իրողությունը։ Մեր խնդիրը պետք է լինի այս հնարավորությունը վերածել արդյունքի, պրոակտիվ դիվանագիտությամբ, կոնկրետ ծրագրերով եւ ամենակարևորը սեփական, պաշտպանական եւ տնտեսական ուժի, ներուժի կառուցմամբ։ Հենրի Քիսինջերը ասում էր. Ամերիկան չունի մշտական ընկերներ կամ բարեկամներ, ունի մշտական շահեր։ Այսինքն այս դաշնակցային հարաբերությունները պետք է կառուցել ոչ թե հույսով, այլ հաշվարկով։ Եվ հենց այդ պատճառով արտաքին աջակցությունը նաև այսպիսի կարևոր նախաձեռնությունները միայն գործիք են, իսկ մեր անվտանգության հիմքը մեր պետության կազմակերպվածությունն է եւ կարողականությունը օգտվելու այս հնարավորությունից։